Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր վարդապետական ժողովին, որ ստեղ պատրաստի ապագա միսիոներներ, Աստծո խոսքից վախեցող մշակներ, որ ոչ թե մարդուց վախենանք, այն քահանաների պես, որ վախեցան Հերովդեսից, ապա այն մոգերի պես, որ նրանք կասու երկյուղն ունենալով անարգեցին բանին թագավորին, ու Աստծուց հրաման առած գնացին իրենց երկիրը, եւ չվախեցան, թե ինչեր կանա Հերովդեսը, ամեն։ Դրա համար Աստծո ժողովուրդ, այսօր մեզի Տերը հավաքել է, որ ձեր ներքին տաճարի մեջ դնենք այն հիմնական սյուներից մեկը, որ անքակտելի սյուն լինի, որ շատ կարևոր սյուն է, շատ մեծ սյուն է էսի, որը վերաբերվում է Աստծո խոսքի յուրաքանչյուր բառերին։ Այսօր մեր սերտողության, վարդապետական սերտողության թեման է եկեղեցու շեղումները գրքի 10-րդ կետը։ Աստծո սուրբ խոսքերի եւ պատվիրանների անարգում եւ ոտնահարում։ Աստծո ժողովուրդ, շատ ազատ եկեղեցիների մեջ Աստծո խոսքը անտեսված է։ Եղել են Հովսեայի օրերը, որ Աստծո խոսքը մնացել էր փլատակների տակ։ Այսօր ժամանակն է Աստծո խոսքը ետ վերադառնա խորան։ Խորանի ամենաբարձր տեղում դրվի ու բոլորս խոնարհվենք այդ խոսքին։ Որտեղ ասում է Աստված ասոս մտիկ կնե, կոտրածին, խոնար հոգի ունեցողին եւ իմ խոսքից երկնչողին։ Մենք պետք է վախենանք Աստծո խոսքից, եթե Աստծո վախ ունենք, կոտրած հոգի ունենք, Աստված կոտրած սիրտ ունեցողներին է բժշկում, ամեն։ Դրա համար հիմա կուզեմ թելադրել մի կետա, ակետա, վարդապետական դասընթացը YouTube-ում կլինի 15-րդ դասընթացի տակ, բայց եկեղեցու շեղումները գրքի 10-րդ կետն է։ Հիմա ես կարդամ, ակետը կարդամ, համարները թելադրեմ գրեք, որ տեսնեք ինչ որ ասում ենք Սուրբ գրային է եւ Սուրբ Հոգուց է բխում, ամեն։ Եթե քո բերանից Սուրբ Հոգին է խոսում, չի կարա Սուրբ գրքին հակառակ մեկ վանք ասի։ Եղավ, չխաբվեք, վարսկան ստախոս հովիվների արդարացումներին, չի կարա Սուրբ Հոգին սուտ համար ասի, ամեն։ Եթե հանգարց արագության պատճառով սխալ համար արտաբերես, Սուրբ Հոգին քեզ ներսից հանդիմանում է, ասում է շտկի, ամեն, սխալ արտահայտություն արեցիր իմ անունով։ Ուրեմն 10-րդ կետը Աստծո սուրբ խոսքերի եւ պատվիրանների անարգում եւ ոտնահարում։ Սա հիվանդությունն է, որ գրանցված աղամների 98%-ի մեջ կա։ Բոլորը ասում են յատակ պանիմայու, ես, հողարկավորեմ քեզ, ես էլ ասում եմ, թաղի էդ եսըտ, արի ասա Աստծո խոսքը ճշմարիտ, ես ու դու սուտ, ամեն։ Հիմա դեղը, Աստծո բոլոր սուրբ խոսքերի բարձրացում եւ կատարում։ Ինչը որ արավ Հովսյան, իրա հայրերը, ինչը որ արավ Եզեկյան, իրա հայրերը ավիրել էին, անարգել էին, պղծել էին, Աստծո խոսքը ոտնահարել էին, տաճարները պղծել էին։ Նրա Աքազ հայրը ինչ արել էր, ոտնահարել ու պղծել էր։ Եզեկյան դրա հակառակն արեց։ Ղևտացիներին հավաքեց արևելյան հրապարակում տաճարի։ Ասավ սրբվեցեք, առաջինը դուք Ղևտացիներ, եւ մտեք ու սրբեք Իսրայելի Տեր Աստծո սրբարանը, եւ սրբարանից պղծությունը վռնդեք։ Աստծո ժողովուրդ, դուք ես դպրոցում սովորում եք, նախ որ դուք սուրբ ըլլաք, եւ Աստծո մեզ սուրբ օգուց, ձեզի սրբացրողից, զորություն ակնեք, եւ գնաք բոլոր քրիստոնյա կոչված կռատներից, աղանդավորական որջերից, որոնք սատանայի բնակարան են դարձել։ Բոլոր պղծությունները վռնդեք դուրս եւ բոլոր վարսկան հովիվներին վտարեք այդ տաճարներից եւ Հիսուսով գրավեք ու սուրբ անարատ տաճար դարձնեք։ Ամեն,
Սա է ձեր այսօրվա հավաքվելու եւ ձեր այսօրվա դասընթացներին մասնակցելու նպատակը, ամեն, որ Եզեկիայի պես սրբացնեք Ղևտացիներին եւ ուղարկեք գնան նրանք էլ սրբարանների սպղծությունները վռնդեն եւ եկեղեցիները սրբության, խաղաղության եւ օրհնության գերիներ դարձնեն, ամեն։ Դրա միակ կարևոր բանը Հովսեայի քայլը անելն է։ Հովսյան ինչ արավ, երբ օրենքի գիրքը գտնվեցավ, Հովսյան պատրեց իրեն հանդերձներ, ասավ Տեր Աստված, այս ուրենք ասե, այս ինչ բարկություն է մեր ազգի գլխին կախված։ Խնդրում եմ ներե, եւ ինչ արավ, որ առաջ որոշեց Աստծո պատվիրանների բարձրացում եւ կատարում։ Բայց սա մի անգամի չի լինի, լեկինոն էլ տեսեք։ Այս Հովսյաները, Եզեկյաները, երբ ուզում են Աստծո պատվիրանները բարձրանա, նրանք մեծ հակահարվածների, մեծ պատերազմների են բախվում, հատկապես կրոնավոր գայլերի կողմից, անգամ հնարավոր է ծրագրեն դրանց նահատակումը, ամեն, այդ սուրբ եղբայրների։ Բայց մի վախեցեք, քաջասիրտ եղեք, ասավ աշխարհի մեջ մեծ նեղություններ ու հալածանքներ եք կրելու։ Քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթել եմ, դուք էլ ինձանով եք հաղթելու։ Ինչ չեն կարծե հաղթեն։ Ես մենակ էի տերների մեջ, բա որքան ավելի ձեզի, որ ձեր հետ արդեն շատ փորձառու եղբայրներ եմ վազում, ամեն։ Ձեզի բացարձակ հաղթելու անհնար կլինի, եթե խոնարհ լինեք ու միշտ Հիսուսի օգիով գոտեմ արտեք։ Ձեզի պարտվել չկա, միշտ ուր գնաք հաղթանակելու եք, ամեն։ Ու ինչ են ասելու աշխարհը, կրոնը տագնու վրա արողը ստենել հասավ։ Ինչպես ասեցին Պողոսին։ Հիմա ասում են Կարենը մեր եկեղեցիները քանդում է, ողբամ ձեր վրա, եթե ձեր եկեղեցիները ասու եկեղեցին լիներ, Կարեն որդուկը, որ մոտիկանար անգամ խազի կանելու, հարվածը կերած դուրս կվռնդվեր։ Բայց որ ձեր եկեղեցիները մարդկային է, եւ Գեդեոնին Տերն է զորացրել, Կարենը Գեդեոնի պես գալիս է քանդում է ձեր պաշտամունքը, եւ մնում է անպատիժ եւ օրհնվում է ամենակարող Աստծո կողմից, հասկացաք, եւ հասկացեք Գեդեոնի հոր խոսքը, հիշեք, եթե ասեց Բահաղն Աստված ալը, թո Գեդեոնի դատը Բահաղն անի, եթե դուք իրականից Աստված ունեք, դեղաղոտ կարեք, թո Կարենի դատը ձեր Աստված անի, որ սուտ Քրիստոսն է, որ ձեզի ցավեր ու մեղքեր է մենակ նվիրում, իսկ իմ Քրիստոսը սրբություն եւ առողջություն է նվիրում, եւ իմ Հիսուսը նզովում է ձեր սուտ աստվածներին։ Եվ Պողոսի բերանով էլ ասում են նզովյալ լինի այն մարդը, որ կթողի ճշմարիտ ավետարանը եւ խարդախված, ծռված ավետարան կընդունի։ Եվ ավետարանը կհարմարեցնի իրեն եւ ոչ թե ինքը կհարմարվի ավետարանին իր կրքոտ ցանկությունները զոհաբերելով։ Ամեն։ Տերը փառավորվի։ Աստծո սուրբ խոսքերի եւ պատվիրանների անարգում եւ ոտնահարում։ Հիմա դեղը Աստծո բոլոր սուրբ խոսքերի բարձրացում եւ կատարում։ Մենք ցածրանանք, խոսքը բարձրանա, ամեն։ Բարաբա եսը ցածրանա, Սուրբ Օքին խոսքով բարձրանա։ Ակետ ճշմարիտ հավատացյալը Աստվածաշնչի մեջ գրված մարմնի եւ հոգու սրբությանը վերաբերվող բոլոր սուրբ խոսքերը, օրենքներն ու պատվիրանները փաղաղացի մեջ է գրված։ Պիտի ընդունի ուշադիր, ընդունելուց հետո քայլ կանելու եւ գործնականում պահի ու կատարի։ Հնարավոր է լսես, հավանություն տաս, ինչպես Եզիկիելի դեմն էին գալիս նստում, հավանություն էին տալիս, բայց կատարածող չէին։ Ասավ նրանք առաջ քաղցր երգ լսողների պես կլան, գգան, գլսեն, հավանություն կտան, բայց երբեք կատար չեն ացի։ Ամեն։ Ուրեմն այսօր ես չեմ ասում, որ դուք լսեք, հավանություն տաք ու չկատարեք, հապա լսեք, հավանեք եւ կատարելու էլ հետամուտ լինեք։ Ամեն։ Համարները գրեք։ Երկրորդ օրինացիս 17-րդ գլուխ 17-ից 20։ Երկրորդ օրինացիս 17-րդ գլուխ 17-ից 20։ 27-րդ գլուխ էլի երկրորդ օրինացիս 27-րդ գլուխ 26 խոսք։
27-րդ գլուխ 26 խոսք։ Ստորակետ 28-րդ գլուխ 58 խոսք։ 28-րդ գլուխ 58 խոսք։ Ստորակետ։ Սի բոլորը երկրորդ օրինացիս է։ 32-րդ գլուխ 46 խոսք։ 32-րդ գլուխ 46 խոսք։ Այսքան համարները երկրորդ օրինացիս էր։ Հեսու առաջի գլուխ 7-ից 9։ Հեսու առաջի գլուխ 7-ից 9։ Մատթեոս 5-րդ գլուխ 17 խոսք։ Մատթեոս 5 17 խոսք։ Ղուկաս 10-րդ գլուխ 25-ից 28 խոսք։ Ղուկաս 10-րդ գլուխ 25-ից 28 խոսք։ Հռոմեացիս 2-րդ գլուխ 13 խոսք։ Հռոմեացիս 2-րդ գլուխ 13 խոսք։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 15-ից 17։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 15-ից 17։ Հակոբոս 2-րդ գլուխ 9-ից 10։ Հակոբոս 2-րդ գլուխ 9-ից 10 եւ հայտնություն առաջի գլուխ 3-րդ խոսք, առաջի գլուխ 3-րդ խոսք եւ 22-րդ գլուխ 18-ից 19 խոսք։ Հայտնություն 1-ի 3, 22-ի 18-ից 19 խոսքեր։ Այսքան համարներով Տերը ապացուցում է, որ ոչ թե այս օրենքը, պատվիրանները ու Աստծո խոսքը լսողները արդար են, հապա այս խոսքը, պատվիրանները, կատարողները գործնական արդարներ կդառնան։ Սրբվածը ուրիշ բան է, սուրբը ուրիշ բան է։ Սրբվածը այրունն անթուն է, սուրբը խաչն է կրե արդեն։ Ամեն։ Հիսուս Քրիստոսով սրբվածներիդ, սուրբեր դառնալու կանչվածներիդ։ Ընթերցեք վասնզիներով Աստվածաշնչի, Առաջի Կորինթացիս, առաջի գլուխ 1-ից 2-ը։ Ու կտեսնեք, որ սրբվածները ուրիշ բան են, սուրբերը արդեն խաչը կրած ազատագրվածներն են։ Արտասված Հովիտը անցած պտղաբեր դարձածներն են, ամեն, կատարելության ասածներ են, որոնք պատրաստվում են մկրտվելու արդեն։ Տերը փառավորվի։ Հիմա ես ընթերցեմ իմ ընթերցածը հաստատող համարը, ինչը ճշմարիտ հավատացյալը Աստվածաշնչի մեջ գրված մարմնի ու հոգու սրբությանը վերաբերվող բոլոր սուրբ խոսքերը, օրենքներն ու պատվիրանները պիտի ընդունի եւ գործնականում պահի ու կատարի։ Հիմա օրինացիս 17-րդ գլուխ 17-ից 20-ը ինչ շեշտակի համար է, սա վերաբերվում է թագավորներին, իսկ ղեկավարներից պետք է օրինակ վերցնեն հետևորդները։ Ամեն։ Երկրորդ օրինացիս 17-ի 17-ից 20։ Նաև էսի թագավորների մասին ասում, երբ կնստեն թագավորության գահին, ինչ պիտի անեն։ Նաև իր կանանցը չշատացնե, թե կանանցը, թե երեխաներին։ Ինչի համար, որ լուծը չծանրանա, կարա ինքը օրենքին ուշադիր լինի։ Տեսեք, հենց ղեկավար հիմար էսպես է գրում։ Նաև իր կանանցը չշատացնե, որ սիրտը չխոտորե։ Ոնց կխոտորեն։ Լուծերով կծանրաբեռնեն, գրքից կհեռացնեն, կտանեն կռապաշտության։ Նաև իր կանանց չշատացնե, որ սիրտը չխոտորվե։ Եվ իր համար արծաթը եւ ոսկին շատ չշատացնե։ Դե չի ասում ոսկի արծաթ չունենա, դրանց վրա հույս չդնա փայփայի։ Եթե Տերը օրդություն է տալում, պետք է բաժանես, պետք է ասնես, Տիրոջ փառքին ընծայաբերես, կարիքներին կարեկից լինես։ Ես չեմ ասում գրպանից ցող գումարը պետք է անես ու բաժանես, ոչ, նաև պետք է առատության օրերից ընձել ունենաս, որ նեղի օրերին հասնես Քրիստոսի օրենքը կատարես։ Ամեն, ասում է իրար ունեղություններ կրելով Քրիստոսի օրենքը կատարեցիք։ Եվ լինի, որ իր թագավորության աթոռի վրա հենց որ նստեց ուշադիր,
գրե այս օրենքի օրինակը ինք իր ձեռով արտագրե, որտեվ գրելով ավելի լավ է մտնում քո ներքնաշխարհի մեջ։ Գրելուց դու դավանում ես ու նա տպվում է սրտի տախտակների վրա։ Գրե այս օրենքի օրինակը այն գրքիցը, որ Ղևտացի քահանաների մոտ է, եւ այն իր մոտ մնայ ու շադիր մնայ, եւ այն իր մոտ մնայ, եւ իր կյանքի բոլոր օրերումը կարդայ, բոլոր օրերում, կարամ ասեմ բոլոր ժամերում, այդ գրած գիրքը իր մոտ մնա, եւ իր կյանքի բոլոր օրերումը կարդա, որպեսզի սովորե իր Եհովա Աստվածանիցը վախենալ, եւ այս օրենքի բոլոր խոսքերը պահել, եւ այս կանոնները զգուշությամբ կատարել, որ իր սիրտ իր եղբայրների վրա չհպարտանա, գիրքը թողողն է մեծամտանում եւ հպարտանում, եւ այս պատվիրանքներից աջ ու ձախ կողմ, աջ ու ձախ չխոտորվի, ոնց գրած է, մանուկի պես կարդա ու հնազանդվի, որ իր սիրտ իր եղբայրների վրա չհպարտանա եւ այս պատվիրանքներից աջ ու ձախ չխոտորե, որ իր թագավորության վրա երկար կյանք ունենայ Իսրայելի մեջ ինքը եւ իր որդիքը, ամեն։ Տեսակ, իր մոտ մնա այդ գիրքը, ուր որ գնում է գիշեր ու ցերեկ, կարդա Տիրոջ այսօր հեռախոսների մեջ էլ գիրք կա, որտեղ լինի թե ավտոբուսի մեջ, թե մեքենայի մեջ, թե արսանիքի զալերում, եթե փափագ լինի նաուշնիկները մծրակաժները դու լսի, մեկը ամոթ չէ, սաղ ցկցկում են նաուշնիկների տակ, դու էլ Աստծո խոսքի տակ ցկցկա, ամեն, լսի, ամեն, մարդկա ինչ որ խելագար լինի, խոսալով էթում, դու մի ասեմ, այդ պստիկ նաուշնիկա չկե ականջը, խենթ ինչ ունի, խոսում, իրան պատասխանում, մի օր տենում եմ, մեկ էլ տենամ փոքր նաուշնիկա մծրուկ ականջը, հեռախոսել գրպաննա, իրան գժի պես խոսելով էթում էր, այդպես կարծիք էր կազմվում, բայց հիմա արդեն, որ դու ամեն ասելով էթաս, ոչ մեկ չի ասի, էսի գիժակը մտածայն, որ մեկի հետ դու խոսում ես, ամեն, Տերը փառավորվի, հիմա տեսակ, որ թագավորներին ուղիղ էր պահելու Աստծո խոսքը, այ որ մի թագավորը գրքի սիրահար այլ է, օրինակ Սողոբանը Դավիթը, օրինակ Հեսուն, օրինակ Սամվելը մարգարեներից, օրինակ Մովսեսը, նրանք թեկուզ սայթակումներ ունեցել են, բայց չտկվել են, ովքեր գիրք չեն կարդացել, ինչպես իշարած Սավուղը, իշարած էր, ատենցել եզների հետևից գնալով Տիրոջ օրենքը չարտագրեց ու պարապեր, նա թագավոր էր նստեն, արդեն այս պատվերը պետք է կատարեր, որ իր Տեր Աստծուց վախնար ու չգներ մարդասպանի նման փառքի համար սպանել են արդար Դավիթներին, որ ուզում էր գլուխն ուտել, բայց արդարի ետևից ընկնողը իր գերեզմանն է փորում, ամեն, ինչքան արագ է ընկնում, այնքան արագ է փորում, Տերը փառավորվի։ Հաջորդ ամառը 27-րդ գլուխ Օրինացիս 27-րդ գլուխ 26 խոսք Ուշադիր լսեք անիծյալ է նա որ չկենա այս օրենքի ամեն խոսքերի մեջ օրենքում ինչ գրված է արդեն կարդացել են 27-ը Անիծյալ է նա, որ չկենա այս օրենքի ամեն խոսքերի մեջ, որ նրանց կատարե, եւ բոլոր ժողովուրդը ասեն ամեն, բոլոր ժողովուրդը ասե ամեն, դավանեք անիծյալ է նա, որ չկենա այս օրենքի ամեն խոսքերի մեջ, որ նրանց կատարե, եւ բոլոր ժողովուրդն ասե ամեն, վերջ, Դու չես կարդում, Տիրոջ խոսքի մեջ չես մնում, անիծյալ եւ նզովյալ ես, ով է մեղավոր, մտի Տիրոջ օրենքի մեջ պահա օրհնյալ եղի, օրհնվի, ով է այդ օրհնության աղբյուրները փակողը, Տերը,
ով է բացողը Տերը, դե դու Տիրոջ օրենքի մեջ մտի, որ Տերը բանաորտության աղբյուրները եւ այնպիսի օրտություններ թափի, որ ընդունելու տեղ չլա։ Ամեն։ Ես չեմ բացողը, իմ գլխին էլա Տերը բացողը, Տերը փակողը։ Եթե ես ծռվեմ կփակի, եթե ես ավելի խորանամ, ավելի կբացի ու կփռի ոտքերիս տակ, որ ես բանի կարոտ չլամ, գիշեր ցերեկ Տիրոջ օրենքը կարդամ ու քարոզեմ։ Ամեն, այ դրա համար կփռի։ Հաջորդ ամառը 28-րդ գլուխ 58-րդ խոսք։ Տեսեք ինչքան պարզ է ասում, որ եթե ծռվես, իս չարիքներ կթափեն տանդ գլխին։ Եթե այս գրքի մեջ գրված 28-ի 58-ից եմ ընթերցում։ Եթե այս գրքի մեջ գրված այս օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես, որ վախենաս այն պատվական եւ ահավոր անունիցը, քո Եհովա Աստվածանիցը։ Եթե դու Եհովայից վախենաս, ուրեմն նրա բոլոր պատվիրանները կպահես ու կկատարես, եւ շարունակությունը ասում է, եթե չմնաս, չարիքները կթափեն գլխիդ։ Իսկ առաջուց ասում է, եթե մնաս, օրհնությունները կթափվեն գլխիդ։ Ամեն։ Նորից եմ կարդում, եթե այս գրքի մեջ գրված այս օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես, որ վախենաս այն պատվական եւ ահավոր անունից քո Եհովա Աստվածանիցը։ Տեսեք ինչ կլինի, Եհովան էլ քեզ, Եհովան էլ կզարկե քեզ եւ քո սերնդին անսովոր հարվածներով, մեծ ու երկարատև հարվածներով, չար եւ երկայն հիվանդություններով։ Ահա աղանդավոր քուրեր եղբայրներ, հիշեք ինչի համար եք դու զարկվե։ Տիրոջ օրենքը ծռելու եւ նզովքը ձեր տունը հրավիրելու համար։ Ամեն։ Տերը փառավորվի։ Ուրեմն Տիրոջ ամեն մի նշանագիրը պետք է պահվի Տիրոջ Սուրբ Օգու զորությունով։ Հիմա գերագույն համարը ասա Օրինացիս 32-ի 46, Օրինացիս 32 46, տեսեք ինչ ասում, 46-ից 47 ընթերցեմ։ Նրանց ասաց Մովսեսը, ձեր ուշը, ուշադրությունը, դարձրեք այս ամեն խոսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայություն բերի, բոլորը, որ նրանք ձեր տղերանցը պատվիրեք, որ նրանք այս օրենքի ամեն խոսքերը պահեն ու կատարեն, որովհետև այս ձեզ համար դատարկ բան չէ, որովհետև ձեր կյանքն է, ալելույա, օրենքը պահելով կյանքի մեջ ես նորոգվում, օրենքը զանցանելով մահվան մեջ ես ընկղմվում, ամեն, այս օրենքը ձեզի համար դատարկ բան չէ, ձեր կյանքն է, մեղքի վարձքը մահը, սրո պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն ասո ժողովրդի միջի բոլոր մեղ գործողները, ամեն, տեսեք սա մեր կյանքն է, ի սատանան փորձության լեռան վրաս մեր դետ քարերին ասա թո հացը լա, սավ ետիս գնա սատանա, գրված է ոչ թե հացով կապրի մարդ, այլ ասո բերանից դուրս եկած ամեն մի խոսքովը դու կապրես եւ ամեն մի խոսքը տալով դու հոգեպես կմեռնես։ Պարզա։ Տերը փառավորվի։ Հիմա գնացինք Հեսու։ Ժողովուրդ Հեսուին տեսեք հորդորում ասում է ինչը քեզ կզորացնի։ Հեսու առաջի գլուխ 7-ից 9։ Ուրեմն միայն թե զորացիր, տեսեք վիրևից Հեսուի մեջ վախ կար, տկարացել էր։ 5-ից եմ ընթերցում, հետո 7-ից շեշտակի համարները կբացատրեմ։ Ոչ իմար չկարողանա քո կյանքի բոլոր օրերում դեմ կագնել էլի քեզի, Հեսու մի վախեցիլ, սթափվի։ Ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզի հետ կլինեմ։ Քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ, զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգես տեսան երկիրը, որի համար սրանց այրերին երթում արի սրած տալու համար։ Մի պայման կա զորանալու, միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես
Եվ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է ամեն մի օրենքի պես, նրանից չխոտորվես։ Ժողովուրդ կինը կգա համոզելու, որդին կգա, այրը կգա, պապան կգա, մաման կգա, պապդ կգա հարուստ, կաշարտներ կտան, չլսեք, ասեք ճշմարտությունը ծախու առենք ու ոչ մի բանով չենք ծախում էլ, առել ենք, սրա նման թանկ գանձ չեք կարա մեզ տա, անփոխարինելի է, եթե տակ որ ես գանձը լավ մատակարարենք ուրիշներին, այդ պարագայում կվերցնենք այդ զիբիլը կվեկալենք և կօգտագործենք Աստծո փառքի մեջ, բայց որ տալիս եք, որ ես Աստծո խոսքը տամ, հիմար պետք է լինեմ, որ գանձը թրիկի հետ փոխեմ, թրիկ, բրիանդը փոխել են թրիկի հետ վարձկան հովիվները, ամեն, հիմա տեսեք ինչ ասում, միայն դե զորացիր և քաջեղիր, որ պահես և անես այն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, կետ առ կետ քայլես, նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենում էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, օրենքի գիրքը բոլոր պատվիրանների, պատվերների, դատաստանների օրենքներն էր, ամբողջ մարգարեությունն ու Աստվածաշունչը իմ մարտիրոջ օրենքը։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես նրա բոլոր միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես, երբ գիշեր ու ցերեկ կարդաս Մովսեսի օրենքը, բոլոր պատվերներն ու պատվիրանները կատարես, ահա քեզ պատվիրում եմ զորացիր, քաջեղիր, մի վախենար և մի զարուրիր, որտև քո Տեր Աստվածը քեզ հետ է, ամեն տեղ ուր որ գնաս, եթե դու նրա Տիրոջ օրենքը, նրա օրենքը գիշեր ու ցերեկ կարդում ու պահում ես, ամեն, ոչ մի նշանագիր զանց չանես, այդ յատակ պանիմայուները, այդ ես այսպես եմ հասկանում, ես, մեկ դի վռնդեք, Սուրբ Հոգուն հարց տվեք, դու ինչ ես հասկանում, Տեր, առաքյալներն ասում են Սուրբ Հոգուն և մեզ հաճելի եղավ այս օրենքը, երբևիցե հարց տվել ես, Սուրբ Հոգի, ճիշտ է որ տկլորացնում եմ քո իրերին, Սուրբ Հոգի ճիշտ է որ բրիջիներ և լասինաներ եմ հագցնում, կողպա վրետ, դու հարց չես տա, որտև գիտես, որ դա Սուրբ Հոգուն զզվելի բաներն ես բերե եկեղեցի, զզվելի սատանայից ֆինանսավորվելով, պղծված Բաբելոնի պոռնիկից փողերը ստանալով և նրա ուսմունքը եկեղեցի բերելով, դու լավ էլ գիտես, ինչու էր հարց տալում Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին քեզ հանդիմանել է, ասել է մի արա, բայց դու անում ես, որտև փողը կուրացրել է հոգուտ աչքերը, ամեն, և քեզ դրախտից դժոխքա տեղափոխում։ Հաջորդ համարը գնանք նոր կտակարան, Մատթեոս 5-րդ գլուխ 17 խոսք, շատ կույր վարդապետներ ասում են մենք շնորհքի տակ ենք, օրենքի տակ չենք, ողբան վրետ, բա Հիսուսը շնորհքի տակ չէր, շնորհքը չի ասում դու օրենքը մի պահի ոտքի տակ տուր, շնորհքն ասում է ով մարդ դու չես կարա քո ադամական եսով պահի, դու մեռի ես գամ քո մեջ ծնվեմ մեծանամ և քո միջից պահեմ այն օրենքը որ տվել եմ քեզ, որտև օրենք տվող Սուրբ Հոգի Աստվածը մենակ կարա քո մեջ օրենք պահի, օրենքից զզվող սատանան և քո ադամական եսը քեզ միշտ կխաբի և օրենքը զանց կանի, որ միշտ կրոնավորներին խաբել է, դու լավն ես, դու սուրբ ես, բայց գալիս է մի հատ պահ, որ այդ սուրբը դառնում է հրեշ, հրեշտակը հրեշ, որտև մարդկային ուժով էր ուզեցե, Ադամին լսելով էր ուզեցե սրբանար, Ադամը խաբել էր իրեն, սրբության տեղը հիստերիա էր նվիրե, եղավ, ինչ է ասում Տեր Հիսուսը, վառ օրինակ,
հանդիմանություն բոլոր վարձկան հովիվներին, ովքեր Աստծո խոսքը անարգում են ու ոտնահարում։ Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները ավրելու, քանդելու, քանդելու չեկա, հապա կատարելու։ Ամեն։ Ես չեմ եկել օրենքն ավրեմ, եկել եմ օրենքը խստացրել եմ, այն հին ուխտում տված օրենքը ես խստացված եմ պահում և ձեզ ճանապարհային քարտեզ եմ գծում, որ իմ շավիղներին հետևեք։ Ամեն։ Ու հասկանաք, որ ձեր ուժով չեք կարա դիմեք ինձի, ես ձեր մեջ ծնվեմ մեծանամ, չափահաս դառնամ և ձեր միջից պահեմ օրենքը։ Նորից եմ կարդում, մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներն ավրելու չեկա, այլ կատարելու։ Օրենք և մարգարեներ Մովսեսի 5 գրքերը և բոլոր մարգարեությունները պատվերներ են, կռապաշտությունից ու պղծությունից զերծ մնալու, ամեն։ Տարբեր տեղեր, տարբեր դարաշրջանում հիշեցնում է, որ զերծ մնաս պղծությունից, կռապաշտությունից, անմաքուր հարաբերություններից։ Բոլոր գիրքը Պողոսն ասեց Աստծո խոսքն է, որը օգտակար է հավատացյալին շտկելու, հանդիմանելու, ճշմարտության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը բարի սուրբ ու կատարյալը լա, ամեն բարի բաների համար պատրաստված։ Ինչքան գիտեմ, այդ համարն էլ անգրկած կընթերցեմ հիմա։ Ուրեմն Մատթեոս 5:17-ը հաստատում է, որ Քրիստոսը չի եկել օրենքն ավրելու, պատվիրանների օրենքը, ոչ թե մեղքի և մահվան, անձի գարշելի օրենքը։ Քրիստոսը օրենքը խափանել է, սպանել է, ինչպես Հռոմեացիների 10:4-ում է գրած։ Որ օրենքը, անձի պարծանքի օրենքը, որ հոգու, Սուրբ Հոգու բերած կյանքի շնորհքի օրենքի իման վրա, պատվիրանների օրենքը քո մեջ Հիսուսը կատարի ու քեզ նվիրի։ Հասկացար։ Տերը փոխել է պահողին, ոչ թե պատվիրանների օրենքը։ Տերը թաղել է սուտ պահողին, գնդակը հարել է ու խաչի վրա սպանել, ամեն, որ բերի լավը, նորը, Սուրբ Հոգին գա քո մեջ թագավորի, ինքը տիրի ու կառավարի, ինքը մտքեր տա, բարի գործեր կատարի ու միայն ինքը փառավորվի։ Ահա օրենքի և շնորհքի տարբերությունը կույր վարձկանովիվներ։ Անցանք առաջ։ Հռոմեացիների 2-րդ գլուխ 13 խոսքում Տերը պարզ հաստատում է, որ օրենքը ոչ թե լսողները Աստծոյ առաջ արդար են, հապա կատարողները։ Ժողովուրդ լավ ուշադիրել եք։ Եվ ցածրը 16-ում ասում է այն օրը, երբ Աստված մարդոստատուկ բաները դատե Հիսուս Քրիստոսի ձեռքով իմ քարոզած ավետարանի համեմատ, այ որ հիմա դուք էսի անարգում ու առեք ամարում, որ ասում եք մենք շնորհքի տակ ենք, օրենքի վրա ոտքներս մաքրում ասնում ենք, դուք անարգում և ոտնահարում եք այս համարները։ Եվ Պողոսի միջոցով գրված դժվար իմաց խոսքերը, ինչպես Պետրոս առաքյալը ասում է իր ընդհանրական 2-րդ թղթի վերջի համարում, վերջի գլխի վերջի համարներում, 3-րդի 16-ում, որ որոշ տգետներ ու անգրագետներ Պողոսի կողմից գրված դժվար իմաց խոսքերը ծուռը կմեկնեն իրենց անձի կորսյան համար։ Եղավ, հենց որ մեկնում եք սուտ մեկնիչներ, իմացեք, որ ձեզ անձի կորսյան համար եք մեկնում։ Հիմա լսեք 13 խոսքը 2-րդի։ Վասնզի ոչ թե օրենքը լսողները Աստծոյ առաջ արդար են, լսում եք, կարդում եք, բայց չեք լսում։ Սա Տերը մի անգամ ասեց, ես 2 անգամ լսեցի, մեկ լսեց, երկրորդը կատարեց։ Սա է իրական լսելը, որ Հիսուսն ասում էր, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Հո չէր ասում ով ականջ ունի, լսող ականջ։ Լսես և գործնականում կատարես, սա է Տիրոջ համար լսող ականջը։ Ոչ թե լսես ու մոռանաս։ Վասնզի ոչ թե օրենքը լսողները Աստծոյ առաջ արդար են, առջև արդար են, հապա օրենքը կատարողները
պիտի արդարանան։ Դե թող գրված լիներ օրենքը զանցարողները պիտի փրկվեն։ Օրենքը կատարողները պիտի Աստծո արդար զավակները դառնան ու փրկվեն եւ գնան Տիրոջ արդար արքայությունը ժառանգեն։ Տերը փառավորվի։ Հիմա ընթերցում եմ մի համար բաց թողեցի, կները երթականությունը խախտվավ Ղուկաս 10:25-ը, Ռոմեացիներից առաջ Ղուկաս 10:25-ից 28-ն է։ Ղուկաս 10:25-28։ Տեսեք ստեղ ինչ է ասում։ Ահա օրինականը ելավ, օրինական էլի, որ այդ օրենքով պարծենում էին։ Ու զանիկա փորձելով ասավ. Վարդապետ, ինչ ընեմ, դե ընեմ, ես ընեմ էլի։ Իրանք անձի ուժի վրա էին ապավինում։ Ինչ ես անեմ, ինչ ընեմ, չի ասում Տիրոջմով ինչ անեմ։ Ինչ ես անեմ, այս էր նպատակը օրինականի։ Ինչ ընեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հանիկալը սավանոր, օրենքի մեջ ինչպես ինչ գրված է, ինչպես կկարդաս, օրենքում, Մովսեսի օրենքում, մարգարեություններում, մարմնի հոգու սրբությանը վերաբերվող ինչ բառեր կա, պիտի պահես ու նազանդվես։ Պատասխան տվավ Անիկա ուսավ. Քու Տեր Աստվածդ սիրես քու բոլոր սրտովդ եւ քու բոլոր անձովդ եւ քու բոլոր զորությունովդ եւ քու բոլոր մտքովդ եւ քու ընկերդ սիրես քու անձի պես։ Տեսակ ինչքան կարևոր է քո Տեր Աստծուն սիրես քո բոլոր սրտովդ։ Դե հիմա հարց տուք է։ Հարց տուք ես դու այտենց ես սիրում։ Օրվա մեջ որ զարթնում ես քո խելքը միտքը Տիրոջ խոսքը կարդալ աղոթել տարածելն է։ Փլատակների տակ ընկած է էդի։ Ժամանակ ունենամ կկարդամ Տերը սրտի սանայում։ Ճիշտ է որ Տերը սրտի տանայում։ Ճիշտ է որ դու որ կրամոլ ես։ Ճիշտ է որ դու կռապաշտ ես։ Ճիշտ է որ դու փառասեր եւ մամոնայապաշտ ես։ Դրա համար ավելի վազում ես նյութականի հետևից, ոչ թե Տիրոջ խոսքի։ Նորից եմ կարդում, քո Տեր Աստվածդ սիրես քու բոլոր սրտովդ, սրտիդ մեջը բացի նրանից թանկ բան գոյություն չունենա։ Քու բոլոր անձովդ, անձի պատկարող ամեն ինչը զոհաբերի խոսքը կարդա։ Քու բոլոր զորությունովդ, քո փառքից հրաժարվի Տիրոջ փառքն ու զորությունը տարածի։ Եվ քու բոլոր մտքովդ ու էությունովդ, եւ քո ընկերդ սիրես քո անձի պես։ Այ երբ դու այս ձև սիրարվես Հիսուսին, դեմդ կանգնած բանվորը, տկարը, զորավորը, անգամ բարոյականը, դու նրա հետ զգուշ կխոսես, գիտենալով, որ դեմդ Քրիստոսն է կանգնած։ Ամեն։ Եվ դու ոչ ոքից քեզի լավը չես տեսնի ու վեր չես դասի։ Ինքը սավանոր, շիտակ պատասխան տվիր, ատիկա ըրե ու պիտի ապրիս, դե, աղանդավորները քարոզում են էդի, բայց չեն ապրում, Պողոսը քարոզում էր մի սպանի և ցույց էր տալիս, որ մոլերանդ Եհովայի հետևորդ է, բայց քարերը Ստեփանոսի գլխին տվողների հետ հաճոյանում էր։ Չէր ասում եղբայրներ ես ինչ եք անում, չէ որ մեր Աստվածն ասում է մի սպանի։ Այ ովքեր անձի ուժով ուզում են մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, պատվիրանը պահել, նրանք այդ անձի խաբկանքին, շանտաժին ենթարկվելով մարդկանց են սպանում, սրտների մեջ շնանում և գողանում են։ Ամեն։ Որտև իրանք Քրիստոսի թշնամու միջոցով են ուզում Քրիստոսի կամքը կատարեն։ Կկատարի, խոսք կատարում, ասում կկատարեմ, ախպերս դու լարի իմ մոտ, բայց խաբում ու մեղքի տիղ մնա բրդում գցում քեզ։ Ես այդ տառապանքը տեսել եմ։ Դա տառապանք, ամենամեծ տառապանքն է քրիստոնյայի համար, որ նա աճապարում է դուրս կա տիղմից, նորից գլդորվում է տիղմը։ Դա միայն անձին ապավինելու պատճառն է, ուրիշ բան չկա, եթե Տիրոջն ապավինեիր, Տերը երբեք չէր թողի դու գլդորվեիր ցեխը։ Ամեն։ Դիլը մեր բարբարովա ցեխ ասեն, որ հասկանան ժողովուրդները։ Ցեխից հանել էր։ Մենք աճապարելով ուզում էինք դուրս գայինք, նորից լժալեն գնացինք տիղմն ու ցեխը։ Ամեն։
Տերը փարավորի։ Դե ասում է գնա այդ ասածը տորա։ Ու կոպրես։ Այո, եթե յուրաքանչյուր շեղված աղանդավորները, քրիստոնյա աղանդները իրաց քարոզած ապրեն, հիանալի է։ Դրա համար հələ որ եկեղեցին չկար աստատված, Հիսուս տասավ Պետրոսենցը։ Դպիրներն ու փարիսեցիները, որոնք Մովսեսի աթոռին նստում քարոզում են, նրանց բերանից ինչ որ լինում է անարատ խոստան, նրանց բերանից ելած արեք, բայց նրանց գործերի պես մի ըրեք, որովհետև կքարոզեն, բայց չեն անի։ Մեկ օր մի հատ հովիվ կար, հիմա եպիսկոպոս ա դառել, չեմ ուզում անունը տամ, պետք չէ։ Ասավ ախպեր, մի բան ասեմ, որ դու մեղք ես գործում, իր ասածներին չի նազանդվում։ Ասավ Տերը չի ասում դպիրներն ու փարիսեցիները ինչ որ քարոզում են, լսեք, նրանց քարոզածը լսեք, բայց նրանց գործերի պես մի արեք, քանզի կքարոզեն, էլ այդ վերջի մասը ինքը չասավ ու չեն անի։ Աս ինչի դու փարիսեցի ես, բասա բե ինչ եմ։ Աս իս Տերն ասում է քո նման փարիսեցիներից հեռու փախնեմ։ Բա ինքն իր բերով ասա փարիսեցի եմ։ Մնա իմ հետ, ընդ չես սիրում, բայց մնա ես քո հաշվին փողերը ստանամ, էլի։ Կարևորը կամերայի տակով ոնցի նստի զալը։ Փառավորվի Տերը, որ չթողեց դրանց ստրուկը լինենք։ Եկանք Սուրբ Օգու ստրուկը դառանք։ Եվ ես ասում եմ, դուք իմ ծառաները չեք, իմ Հիսուսի ծառաներն եք, բայց որպես ձեզի գործավոր պիտի նազանդվեք բարի խրատներին, ոչ թե բեղսալի։ Ամեն։ Հիմա շարունակենք, Հռոմեացիների 2:13 ընթերցեցի, հիմա 2 Տիմոթեոս 3:15-17, 2 Տիմոթեոս 3:15-17։ Տեսեք հիմա ինչ է ասում Պողոսը Տիմոթեոսին, որտև Տիմոթեոսի մայրն ու տատը հրյա էին, և ինքը իր հրյա տատից ու իր մորից օրենք հանգիր սովորել էր, բայց պահել չէր կարողանում, ուշադիր։ Եվ նաև քո մանկությունից ի վեր, մանկությունը նա հրյա մոր և տատու հետ էր անցկացրել, մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, իսկ մանկությունից նա հին ուխտ էր կարդում, հլա հիմա էլ նոր կտակարարը չկար, սուրբ գրքերը, սուրբ գիրք չի ասում, այն ժամանակ հլա Աստվածաշունչը չէր կազմված ամբողջական, տարբեր Եսայի մարգարեություն, Մովսեսի գրքեր, ամեն սուրբ գրքերը, իսկ հիմա ասում եմ դու սուրբ գիրքը գիտես, որտեղ մեկ սուրբ գիրք կա, որը 66 գրքերի ամբողջական հավաքածու է, ամեն, բայց ըստեղ շեշտում է գրքերը, ոչ թե մի հատը։ Եվ նաև քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, որոնք կրնան իմաստուն անել քեզ փրկելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով, իսկ հրյաները անձի վրա ունեին հավատք, դրա համար ձախողվան։ Հիմա այդ նույն գրքերն ասում է, ինչ որ կարդացել ես, Հիսուսի հավատքով պետք է պահես, ամեն, որտև Հիսուս այդ օրենքին դեմ չէ, ինքը խստացրել ալը, ոչ թե անտեսը ու ջնջելա։ Քրիստոսը չեկավ օրենքն ավրելու, հապա խստացնելու և կատարելու։ Բոլոր գիրքը, ցածրը գրված է բոլոր Աստվածաշունչ գիրքը, բոլոր գիրքը Աստծոյ շունչն է և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծոյ մարդը կատարյալ ըլլա ամեն բարի գործերու պատրաստված, հասկացաք ինչու պիտի կարդաք։ Այնքան պետք է լսվի Սուրբ խոսքը քո մեջ, որ քո միջից վտարի պղծությունը, դիվային բոլոր կրքերն ու ցանկությունները։ Ամեն, նորից եմ կարդում, բոլոր գիրքը Աստծոյ շունչն է և օգտակար է սովորեցնելու, սկզբից պիտի սովորես, հանդիմանելու, շտկելու և արդարության մեջ խրատելու համար, քեզ և քո հետ շփվողներին, որպեսզի Աստծոյ մարդը կատարյալ ըլլա ամեն բարի գործերու պատրաստված։ Ամեն, փառավորվի Տերը։ Հիմա տեսեք Հակոբոս առաքյալը ինչքան շեշտակի է խոսում։ Հակոբոս 2-րդ գլուխ 9-10։ Տեսեք ըստեղ այս գլխի մեջ աչառության մասին է խոսում վերևը։ Ուրեմն եթե անգամ աչառություն ես անում, մեղք ես գործում, պետք է կորես։ Աչառությունը սկի պատվիրանների մեջ գրած չի։
Բայց տարբեր տեղեր գրում է, որ հարուստին աղքատից շատ մի սիրի։ Այո, կարող է դու սիրես նրան, ով հոգով է հարուստ ու ժառանգորդ արքայության, ըստեղ է ասում։ Բայց նյութական արստին սիրողը մամոնան է սիրում, ամեն։ Ու շադիրել եք դու հարուստերի հանդեպ ուրիշ սերեք ցույց տալիս աղքատների հանդեպ ուրիշ։ Եվ սա երևնում է ու հոգին տենում է։ Եվ մեկ օր հանդիմանելու է ձեզի։ Հիմա տեսեք ինչ ասում հենց 9-րդ խոսքում։ Լավ 8-ից գամ։ Արդ եթե դու արքայական օրենքը կկատարեք գրքիսվածին համեմատ, քու ընկերդ սիրես քու անձիդ պես։ Աղետ կնեք, բայց եթե աչառություն կնեք, մեղ կգործեք, եւ օրենքեն պիտի հանդիմանվիք օրինազանցների պես։ Քանզի ով որ բոլոր օրենքը պահի ու մի բանի մեջ հանցավորը լա, անիկա ամենուն պարտական կլա։ Նորից եմ կարդում, քանզի ով որ բոլոր օրենքը պահի մի բանում հանցավոր լինի, բոլոր օրենքի դեմ ելավ հանցագործ։ Ինչ կապ ունի, ասում ես դե հարևանիս աղջկա հետ չեմ շնացե, հորքուրիս աղջիկներ։ Կապ չունի հորքիրիդ աղջիկներ, թե հարևանի աղջիկներ, մեղք կա։ Դե ասում ես մի անգամ եմ շնացե, աղբեր, ոչ թե անընդհատ։ Աստված քեզ շնացող է համարում, կապ չունի մի անգամա հարևանի աղջիկնա, բարեկամի աղջիկնա, թե տատուտ թորնիկնա։ Ամեն։ Մեղքը մնում մեղք։ Եվ դու Տիրոջ հետ կապ չունես, մեղք գործողը սատանայի զավակ է։ Սմա սրով պիտի մեռնելու բնաջինջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղք գործողները։ Ամեն։ Հիմա ընթերցենք ամենավերջի մասը հայտնության գրքի 1-3 եւ 22-ի 18-ից 19։ Հիմա տեսեք հայտնության գիրք գլուխ առաջին։ Ինչ է ասում 1-3։ Չէ 1-3-ը։ Երանի անոր հիշեկումնա երանի տալում, որ կկարդա ու անոնց, որ կլսեն այս մարգարեության խոսքերը եւ կպահեն ինչ որ անոր մեջ գրված է, հալելույա, պահողներին է երանությունը։ Երանի անոր, որ կկարդա, կլսի ու կպահի։ Եթե կարդաս լսես ու չպահես, քո կարդալը թերի է, դու հիվանդ ես։ Ինչի մար ես կարդում, որպես գեղարվեստական գիրք, գնայնա Թումանյանի գրքերը լիքնա ավելի հեշտ կհասկնաս, բաց ու կարդա դու փրկություն չունես, դու կարդում ես պահելու համար, ուշի ուշով հետևի ասում իմ ամեն մի խոսքին, որտև սրանք քեզի համար դատարկ բան չեն, սրանք քո կյանքն են, և սատանան կուզի կյանքդ խլել։ Ամեն։ Երանի նրան, ով կկարդա ու կպահի և կկատարի, և որպես վերջնաբան, տեսեք ինչքան համարներով է Տերը հաստատում, որ ասո օրենքը չի գրվե ոտնահարվելու և անարգվելու համար, ասո օրենքը չի գրվե ծռվելու համար, ասո օրենքը գրվել է մեր նման ծռված զավակներին, որ պահենք, ճանապարհները շտկենք և արժանանանք հափշտակությանը, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Որպես վերջնաբան ընթերցեմ հայտնություն 22-ի 18-19 եւ այսքանով ավարտենք մեր այսօրվա զորավոր թեման։ Այսքան բացատրությունից հետո, որ դու գնաք կամաղ մեղ գործեք, ուրեմն վայերն ա թափելու ձեր գլխին, վայերը։ Տերը փառավորվի։ Հայտնություն 22-ի 18-19։ Ես կվկայեմ այն ամենուն, որ այս գրքի մարգարեության խոսքերը կլսեն, եթե մեկ ասոնց վրա բան մը ավելցնե, Աստված էլ անոր վրա պիտի ավելցնե այն հարվածները, որոնք այս օրենքի մեջ գրված են, ով որ հավելցնի։ Եվ եթե մեկը այս մարգարեության գրքի խոսքերեն բան մը պակսեցնե, Աստված ալ անոր բաժինը պիտի պակսեցնե,
կենաց գրքեն ջնջելու անունը Մովսեսին ասում է ես իմ դեմ մեր գործողի անունը կջնջեմ բայց շատ վարսկանովիվներ ասում են որ մեթապ գրելա ուզում է շնացի ուզում է սպղծվի անունը հավիտյան գրած է մնում չի ջնջվի այո սուրբի անունը չի ջնջվի պիղծի անունը ջնջվելու է որտեվ Մովսեսի բերանով ասում է ելից գրքում ես իմ դեմ մեր գործողի անունը կջնջեմ, կավրեմ։ Աստված էլ անոր բաժինը պիտի պակսեսնե կենաց գրքեն կյանքի գրքից ու սուրբ քաղաքից, որ այս գրքի մեջ գրված է։ Ուզում եք ընթերցեմ այդ տեղը, որ լավ իմանաք, որ Աստված իրականից կջնջի ձեր անունը։ Ելից 32-ի 32-30-ումա գրված, բայց հայտնություն երկրորդ գլուխ 5-րդ գլուխ հայտնություն 3-րդի 5-ը տես ինչ ասում շատերը համարն են վերցնում ու խափում են ժողովրդին ան որ կհաղթես հաղթելը գիտես ով է ծնվել ինը անել Քրիստոս ակնել մկրտված հարատևել Պողոսի նման հաղթել ու ասել բարի պատերազմեցի ընթացքս կատարեցի հավատքս պահեցի ասկետո կա ու կմնա ինձի արդարության պսակը որ Տեր արդար դատավորը զիս խոստացել է սա սրասն է վերաբերվում ոչ թե նորեկ օգուն ան որ կաղթե ճերմակներ պիտի հագնի ու ես անոր անունը կենաց գրքեն պիտի չավրեմ այո հաղթած սրբի անունը էլ չի ջնջվի բայց նորեկի միջասակի անունը լավ էլ կջնջվի ելից 32-ի 32-33-ը կբացեք կընթերցեք որ ասում է ես իմ դեմ մեղ գործողների անունը կավրեմ ամեն բայց քո անունը չեմ ջնջի Մովսես որ դու ասում ես ջնջի բայց իմ դեմ մեղ գործողները քանան չեն մտնի հիմա լավ իմացեք մեղ գործող հավատացյալներ որ դուք քանան ու երես չեք տեսնի անապատում կմեռնեք խոստացյալ երկիր քանան չեք մտնի ամեն որտեղ մեղքի վարսկը մահա սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղ գործողները ամեն այսքանով ավարտեցինք այսօրվա վարդապետական պաշտամունքը եւ 15-րդ դասընթացը, որ այդ դասի տակ կդրվի համացանցում ամեն։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո սրբության եւ խաղաղության մեջ, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Ամեն։ Հեսի ամփոփող է ժողովուրդ։ Ամովսեինի 10-ը Հռոմեացիների 6:23-ը, որ մեղքի վարսկը մահը, Հովանու 8-րդ գլուխը, ամեն։ Հասկանում եք Հովանես ավետարանում ասում է, այս խոսքերը, որ ես խոսել եմ ու դուք անարգել եք, այս խոսքերը ձեզ կդատեն վերջին օրը, արդեն դու դատված ես, որ խոսքը ծռում ես։ Աստված պատվիրանը չի տվե ու հորդորում, որ ծռես։ Պատվիրանը տվե ասում է սա դատար բան չէ մատների արանքով չնայես սա քո կյանքն է պահա որ ապրես եւ Պողոսի բերանով Փիլիպեցիներին ասում է կփրկվեք եթե կենաց խոսքը մինչև վերջ ամուր գրկեք ամուր բռնեք ամեն ինչա շեշտում ամուր որտեվ գող սատանան կուզա քո միջից դուսանի խոսքը ամեն քեզ պղծելով դժոխք կուղարկի Թոտերը փառավորվի, այսքանով ավարտեցինք այսօրվա մեր 15-րդ դասընթացը, ամեն։ Մնաք Տիրոջ անմարելի, սիրո խաղաղության մեջ, ամեն։